Ես այս մի քանի օրը հստակ բարձաբանում եմ, թե որն է պատճառը, ինչ է պետք անել այս ընթացքում, որովհետև իշխանությունը նախապես սրում լարում է, որպեսի տանի բախման, եթե արդյունքները իրան դուր չգան։ Տեսեք, ու լավ գիտենք, որ եթե արդյունքները իրան դուր չգան, մարդկանց փողոց կհանի։ Այսինքն, եթե արդյունքները իրան դուր եկան, ցանկացած ռեպրեսիա, ցանկացած բան, ռուսամետ ընդդիմության դեմ կանի, որովհետև նրանք դավաճանն են, նրանք մարդասպան են եւ այլ եւ այլ։ Ու այնպես չի, որ ասացի մեջ ճշմարտություն չկա։ Հարցը նա է, թե ինչի այդպես հստակ այսօր ասում է, ամեն ինչը շատ սրված եւ հատուկ ասում, որ ընտրություններից հետո ձեր գույքը վերցնելու ենք, ձեր տները վերցնելու ենք եւ այլ, որպեսի նրանք էլ լարվեն, ասեն դե կտեսնես, այսինքն որպեսի բախումը իսկապես լավ տպավորված, տպավորիչ լինի։ Այսինքն, եթե դուր չեկավ արդյունքը, մինչև օգոստոսի 2-ը դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, այսինքն կարող է ասել ժողովուրդ, մենք չենք ընդունում արդյունքները, լցվում ենք փողոց։ Ու դուք շատ լավ գիտեք, որ դա մյուս կողմն եթե մարդ անեց, լինելու է բախում։ Եվ այս պարագայում որն էր իմ ասածը, որովհետև երբ որ 3 էլ առաջ օրն էլ դա բացատրել եմ, ելի մարդիկ լինում են ասում են այնուամենայնիվ ուզում ենք հասկանանք, թե ի վերջո դա ինչով է հարցի լուծում ձեր ասածը։ Պարզ բան, հարգելիներս, այսօր ինչից կխոսեն, ձեր տանիքը կվերանորոգեն, ինչ կանեն, ասֆալտ կանեն, թե ինչ կանեն, կասեն մենք խաղաղություն ենք բերել, մյուս կողմն էլ կասի գիտեք մենք էլ ձեզ ավելի արժանապատիվ խաղաղություն ենք բերելու։ Արդյունքում մենք գիտենք, որ իշխանության համար պայքարը անխուսափելիորեն տանելու է բախման։ Ու դիտավորյալ դա սրում են։ Բայց ինչ հեքիաթ են պատմում իրանց խոստումների տեսքով։ Ու դրա համար ես հստակ ասում եմ, իշխանությունը ստացավ մեծամասնություն, ասելու է, ով արդյունքը չի ընդունում, ժողովրդի ուժով քվեի ուժով դրեք տրորեք ոչնչացրեք։ Այս սրանք են այս դավաճանները։ Իշխանությունը ձայները փոքր է, հասկացավ, որ նրանք կարող է միավորվեն եւ իշխանությունը վերցնեն, անցավ հարցակման, ժողովրդին հանեց փողոց եւ այլ վարչական ռսակներ, դուք մարդասպան եք, դուք դավաճան եք։ Այսինքն այն ուժերը, որոնք հիմնական պայքարը համարում են, որ իրենք են պայքարելու Նիկոլ Փաշինյանի դեմ, իրանք անում են ամեն ինչ, որ իրավունք տան, հնարավորություն տան Նիկոլ Փաշինյանը օգտագործի վարչական ռեսուրս եւ արդարացնի, որ պայքարումը թշնամիների դեմ, որոնք օտար երկրագործակալ են եւ այլ։ Դուք տեսնում եք ինչ նպատակային սրվում է այդ թեման։ Դա պատահական չի արվում։ Հիմա եթե այդ ամեն ինչը մարդիկ հասկանում են, ես էլ պարզ բացատրում եմ, ասում եմ, ամսի 7-ից հետո հաղթող չպետք է լինի։ Հենց հաղթող եղավ, ինքը իր մյուս կողմը չճանաչեց արդյունքը, հենց հաղթող եղավ, նա մարդկանց փողոց լցնելու, մյուս կողմն էլ լցնելու։ Այն մեկը իր վարչական ռեսուրսով, այն մեկը իր ֆինանսական ռեսուրսով։ Դուք բախում եք ուզում։ Ով է ուզում բախում, կամ նեք պարզ ասեք, որ այո, մենք բախում ենք ուզում։ Իսկ իմ ասածը ո՞րն է։ Ամսի 7-ի ընտրություններով որևէ մեկը մեծամասնություն չունի։ Չունի նաև ռուսամետ ուժերը, քանի հոգի էլ կանցնեն, նրանց ձայները բավարար չի 50%-ից ավել։ Եթե ձեր ցանկությամբ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ստանա այնքան ձայն, որ այդ պարագայում որևէ մեկը մեծամասնություն չունենա։ Ինչու եմ ասում միայն Հայաստանի Շնորհապետական Կուսակցության պարագայում դա կարող է լինել, որովհետև մի շարք արբանյակ ուժեր ակնհայտ ասել են, որ պաշտպանելու են Նիկոլ Փաշինյանին, եւ մնացած ուժերն էլ, որ Սամվել Կարապետյանին են միանալու։ Այսինքն չկա այդպիսի միջանկյալ այնպիսի ուժ, որը արբիտրի դեր ստանցնի եւ ասի ժողովուրդ հանգստացեք, բախման տեղը չի, կոմպրոմիսային տարբերակը սա է։ Դա միակ ուժ է, դա Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունն է, որը կարող է բախումից փրկել առաջիկա այս զարգացումների պարագայում։ Եվ ինքը ոչ միայն այլընտրանք է, այլ միակ այլընտրանքն է։ Եվ եթե նրանք, ովքեր սա չեն հասկանում, վատ չէր լինի, եթե գնային հատուկ դպրոց այդ կարգի անհասկացողների համար կա։ Դուք տեսնում եք, որ տանում են բախման, բայց ինչի եք այտենց ողջևորված ուզում որ գնան բախման։ Դուք եք գալու արանքները կանգնեք։ Բա որոշ բանավանդ մի երկու դրսից էլ վելուտաբաններ կան, որտես ողջևորված կպնում են, էս են անում։ Դուք վելուտաբան եք, թե քելեխուտող։ Դուք ինչ եք ուզում, մարդիկ իրար տան սպանեն, դուք դիտումներ հավաքեք։ Ասեք ժողովուրդ, սենսացիա, մտեք իմալիք տեսեք ինչքան մարդ հա դիտում եւ այս ինչ կադրերը ով սպանեց։ Մենք ուզում ենք, որ ոչ մեկին չսպանի։ Առավել եւս այդ ամեն ինչ եղավ, մենք առաջի գծում ենք լնելու։ Դուք որտեղ եք լնելու։ Պատասխան եք տալու ձեր արածների համար։ Ում առաջ եք պատասխան տալու։ Ժողովրդի։ Դուք ժողովրդի ինչ կապ ունեք։ Դասից ձեզ համար խոսում եք կոմպյուտերի դեմը վերընկած։ Բոլոր նրանք, ովքեր հստակ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղ ձևով իշխանություն չի հանձնի, բայց նրանք ասում են ոչինչ, թողես մի ուժը լավ էլ sense համախմբվենք, գնանք դեմը դուրս գանք, դուք լավ գիտեք, որ այդ բախման պարագայում շատ կարող է ծանր հետևանքներ ունենա։ Համարենք տա Աստված այդ հետևանքը չի լինելու։ Ես առաջարկում եմ այլընտրանքային տարբերակ։ Ընտրեք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության Գուրգեն Սիմոնյանին եւ բարձա ոչ մեկին ինքը չի միանա ձեր ձայնով այդ կոմպրոմիսի հարցը կլուծեք, բախումից կխուսափեք ու դա չի լինի ամսի 7-ին, այլ կլինի ավելի ուշ, եթե ամսի 7-ին ցանկություն չունենաք ու չհասկանաք ինչա կատարվում։ Եթե դուք այդ տարբերակը չեք ընդունում, ես ոչ միայն այդ տարբերակը ընդունում եմ, ես ինքս իմ օրինակով գնացել կանգնել եմ Գուրգեն Սիմոնյանի կողքին։
Պատասխանատվությունից խուսափող չեմ։ Եթե ես իմանայի ես ավելի լավ այդ ֆունկցիան կկատարեմ, կասեի ես եմ անում, բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որ իր վրա չկա շատ-շատ բեռներ եւ շատ-շատ բաներ, շատ ավելի հեշտ կարող է ինքը լինի այդ կոմպրոմիսային ֆիգուրը, ես ասել եմ ոչ միայն իր տեխնացությունն եմ պաշտպանում, այլև գնում կողքը կանգնում եմ։ Դա միակ տարբերակն է։ Եթե դուք ունեք ուրիշ տարբերակ, առաջարկեք ձեր տարբերակը։ Մենք վատն ենք։ Մենք շատ վատն ենք։ Դուք ձեր տարբերակն առաջարկեք։ Երկիրը գնում է բախման, դուք ինչ եք առաջարկում։ Ոնց եք հանգուցալուծում դա։ Ինչ եք անում, որ բախում չէ, ինչ եք անում։ Իսկ այդ բախման արդյունքում արտաքին ուժերը օգտվում են։ Ինչ եք անում դուք։ Ձեր տարբերակը առաջարկեք։ Նկարագրությունը ինչ է կատարվում, սրա վրա շառանել է ինչ է կատարվում։ Այդ բոլորը մենք գիտենք ինչի համար։ Մի կտոր լափի համար։ Գիտենք, ժողովուրդը, բարդ բան չի։ Հիմա կոնկրետ ասեք, այդ մի կտոր լափը վերցնելուց հետո կոնկրետ ասեք, եթե լինում է բախում, դրա առաջ առնելու համար մենք կատարում ենք այս քայլը։ Ինչ ենք առաջարկում դուք։ Ես իմ առաջարկությունը ասեցի։ Դա միակ լուծումն է, չկա 50 լուծում կամ 100 լուծում, կամ միակ լուծում։ Այն մի պարզ պատճառով, որ այդ ուժը ի սկզբանե ասելա ոչ նրան ենք միանալու ոչ նրան։ Ոչ նրա խաղն ենք խաղալու ոչ նրան։ Դուք չունեք երկրորդ տարբերակ։ Ունեք տարբերակ, ասեք։ Մեր տարբերակը կարող ենք չհավանել։ Ձեր տարբերակն ասեք։ Բայց եթե ձեզ ֆինանսավորում են, որպեսզի բախումը ձեզ համար եկամտաբեր է, ես ձեզ բացատրում եմ, վաղը դուք պատասխան եք տալու այն ամենի համար, որը դուք հատուկ հասկանալով, որ այսպես է ամեն ինչը զարգանում, դիտավորյալ տանում եք բախման։ Ու ասում եմ, լափի համար, այո։ Անկախ նրանից Հայաստանի ներսում եք վեր ընկած, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Լափը լափա, ժողովուրդ ջան։ Ես ասում եմ ու շատ չեմ ուզում ծավալվեմ դրա վրա, որովհետև ես ես պարզ բացատրեցի, եթե դուք չեք հասկանում, որ այսօր իշխանությունը տանում է սրման, ու դուք եթե չեք հասկանում, որ հակառակ կողմն էլ ասում է ընդունում ենք մարտահրավերը, բայց այդքանից հետո ինչ եք մտածում։ Արդյունքը երկու կողմից մեկին դուրս չեկավ, ինչ եք մտածում։ Ինչ է լինելու։ Դրսի ուժերն էլ ատամները սրած սպասում են։ Ինչ է լինելու, ասեք։ Դուք գիտեք դա։ Ես համարում եմ, որ իմ վերլուծական ունակությունը ինձ հուշել է, բախումից խուսափելու մի ձև կա, որ առաջի փուլում ոչ մեկը հաղթող չլինի, որպեսզի հենց առաջի օրը ժողովրդի լարված արդյունքում փողոց չլսնեն, ասեն գնում ենք տերկամնենք մեր ձայներին։ Երբ դրանից հետո որոշակի process-ա դրա մասին խոսենք։ Առաջի հարվածը, որ գիշերը իմացար ինչա կատարվում, դե լցվեցինք փողոց, ու լավ գիտեք, իշխանությունը ինչի անթունակ, ասում է եկամ ես կլնեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, գնացեք փակեք պարալիզեք երկիրը, եւ մեկ էլ ունենք ընդդիմություն, որը թողում է կռիվը հետագալի Հայաստան, անկախ նրանից ինչ որակի թուղթ ստորագրել Նիկոլ Փաշինյանը, դրա մասին շատ ենք խոսել, բայց երջանկացած գնացել էր, որ վիզը կտրի։ Որպեսզի միանգամից իշխանությունը վերցնի ու ասի այս ամբողջը այսպես է։ Դուք ինչի եք դա այդ դարանակալը դա անում։ Եթե դուք քաղաքական ուժեր եք, կային եք հայտարարություն անեիք, էսա կատարվել, էսա կատարվել, բայց դու զորք եք հետ բերում, որ Երևանում օգտագործեք։ Դրանք ապացուցված են։ Ու ձեր մեղքը չի մաքրվելու Նիկոլ Փաշինյանի սխալներով։ Ոչ էլ Նիկոլ Փաշինյանը իր սխալները մաքրելու է, ձեր մեղքերը մատնացույց անելով։ Մենք ազատ ենք այդ երկուսիդ մեղքներ ներկայացնելու։ Հիմա այս երկու մահու կենաց կռիվ մղողն է։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի նրանց գույքը ձեռից չի խլել, այսօր ամբողջ օրը ասում է տունը վերցնելու եմ, էսեմ անելու եմ, ինչի համար ասում։ 8 տարի չի արել, հիմա ինչի ասում։ Որպեսզի նրանք ասեն, դե կտեսնես ինչ ես անելու։ Պատրաստում ենք հարվածի, որ ինքը առիթն օգտագործի ռեպրեսիաների համար։ Ասի ժողովրդյան երկիրը տանում է։ Չեք հասկանում։ Լավ էլ հասկանում եք։ Եթե հասկանում եք, առաջարկություն արեք։ Ինչ ենք անում, որ մեր երկիրը այդ վիճակում չհայտնվի։ Մենք էլ լսենք, ասենք այդ տեսակ իշկարագետ տղեկ են։ Խելացի կարծիք հայտնեցին, մենք էլ լսեցինք, մենք էլ կողմնորոշվեցինք, որ կարելի է այդպես։ Եթե ես երկրորդ տարբերակ տեսնեի, կկանգնեի այդ մյուս տարբերակի կողքը։ Կամ գոնե կտատանվեի։ Դա Գուրգեն Սիմոնյանն է, թե Պողոս Պետրոսյանը կամ Պետրոս Պողոսյանը։ Բարդ է ինձ համար իմանայի քաղաքական դաշտում ովքեր են եւ այդ քաղաքական դաշտի մարդկանց հետ նստեինք խոսեինք, շատ մարդկանց հետ եմ խոսել, բայց չեմ գտել այդ տարբերակը, որը մեզ կարող է այս բախումից հանի։ Սա միակ տարբերակն է։ Դուք ձեր առաջարկեք ժողովրդին։ Իսկ ես ժողովրդին դիմում եմ, գնացեք եւ ընտրեք Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, Գվյաթերթիկ համար 4, որի վարչապետի տեխնատունը Գուրգեն Սիմոնյանը, այդ պարագայում ծանրակշիռ ձայների պարագայում մենք հայտ կներկայացնենք Եվրամիության անդամակցության, բ Եթե նույնիսկ մեծամասնություն չստանանք ու այս բախումը կանխելու համար մեր տեխնացիոն կլինի կոմպրոմիսային տեխնացիո եւ ինքը կառավարություն կձևավորի, նույնիսկ փոքրամասնության կառավարությունով բավական ինտենսիվ կարելի աշխատել, ես դա երեկ եմ բացատրել։ Եվ երրորդ, եթե նույնիսկ դա տեղի չունենա, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կազմակերպենք ստորագրահավաք, պարտադրենք օրվա իշխանությանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության։ Ռուսաստանի հավանական բոլոր վտանգները լավ էլ կշռադատել ենք, լավ էլ գիտենք, ռիսկերը գնահատել ենք, ռիսկերը կառավարելու ունակություն ունենք։ Պետք չի մեզ ասել, բա դուք գիտեք իրանք ինչ կանեն։ Իրանք դա անում են, որովհետեւ գիտեն դա ձեր վրա ազդում է։ Իրանք դա անում են, որպեսզի դա օգտագործեն ընտրության վրա ճնշում գործադրելու համար։ Իսկ դուք դրանից կոտրվում եք։ Երբ որ կոտրվող մարդու վրա ինչ կուզենան, վրեն կբարթեն։ Դա եք ուզում։ Մենք դա չենք ուզում։ Ես հստակ ասեցի մեր քայլերի հաջորդականությունը։ Մնացածը որոշողը դուք եք, մեր սիրելի հայրենակիցներ, մեր սիրելի ընտրողներ։ Ձեզ ինչ որ մեկը սրտիկով խաղաղություն է խոստանում իբր թե Ալիևի անունից դրսից, բայց ներսում տանում է բախման։ Դուք չեք հասկանում այդ սրտիկը որտեղ է հայտնվելու։
Բարդ է այդքան հասկանալ։ Հիմա որ տագնապ ենք հնչեցնում, դա նշանակում է խոճապ ենք տարածում, հա երևի։ Սես խաղաղ սրտիկով գնալու եք բախման։ Հետո էլ ասելու եք, այն մարդ մտնելուց մեկի չանցավ է, ախր գիտեք ինչի չէինք հավատում, էս պարոն Անտինան։ Մի հատ մեկը ես իմ ով վեր ընկած միտեղ, ասում էր ախր դուք սրա պատվերն եք կատարում։ Մեկն էլ ընկած մի ուրիշ տեղ վեր ընկած համակարգչի դեմն ասում էր դուք սրա պատվերն եք կատարում։ Մենք հիմա լսեցինք դրանց, եւ հիմա մեր երկրում այդ բախումը կատարվեց, ման են գալիս դրանց գտնենք, ասենք, բա ձեր արածը ձեր դուրն եկավ, իսկ իրանք վայելում են իրանց դիտումները ժողովուրդ ջան։ Իրանք դա էր պետք, իրանք դա վայելում են։ Հավատացեք, դրսում փող աշխատելը դժվար է։ Իրանք կարող են դա աշխատել միայն ձեր հաշվին։ Եթե իրանք որևէ մասնագիտական որակ չունեն, որ գնան մտնեն աշխատանքի, հնարավորությունները աշխատանքի շատ մեծ է, բայց դրա համար պետք է առնվազն լինել մասնագետ։ Ոչ մի բանը իրանից ոչինչ չներկայացնող բանը միայն կարող է աշխատել փող ձեր հաշվին, ձեր ներվերի հաշվին, ձեզ խաբելու հաշվին։ Սա է ժողովուրդ ջան։ Հիմա դա եթե դուք հավատալու եք ուրիշին, գնացեք հավատացեք ուրիշին։ Ես ասում եմ, ես սա եմ ասում, մյուսը նա է ասում։ Եթե նույնիսկ տատանվում եք, գնացեք ընտրեք նրա ասածին։ Պետք չի ինձ ասել, հիմա դուք եք ճիշտ թե ինքը։ Եթե իմ խոսքի վրա տատանվում եք, ուրեմն վերջ, պետք չի ինձ լսել, գնացեք իրանց ասած արեք։ Հետո չասեք, բա ոնց եղավ, որ սենց փորձանք եկավ մեր գլխին։ Բա ախր մեզ ինչի հուշեցին։ Ով է ձեր ձեռաբռնել, որ գնայեք լսեիք ես իմ ում։ Ով, որ Հայաստանում էլ է ոչ մի բան, այն երկրում որտեղ ապրում անդեղ էլ է ոչ մի բան։ Ինչ եք լսում։ Ով է մեղավոր դրա համար։ Հիմա ես ձեզ ասեցի այդ սցենարը։ Մենք լի ենք վճռականությամբ, տեր կանգնել ձեր ձայներին, տեր կանգնել մեր ձայներին։ Առավոտից երեկո գիշեր ցերեկ հազար ու մի կազմակերպչական բաներ անելով, մարզեր գնալով, հազար ու մի տեղ անձրևի տակ գնալով, մյուս տարբեր տեղերը գնալով, սառը եղանակին ելույթ ունենալով, ձենս էլ կտրվելով ուզում եմ ձեզ համար մի բան արածելնեմ։ Չեք ուզում եք լսեք ես ում, գնացեք լսեք ես ում, որից հետո էլի չասեք, բա ինչի էսպես ստացվեց։ 20 տարի առաջվա բաները հանում ասում եմ ասել եմ լսեիք։ Հմել եմ ասում, լսեք, սա է միակ լուծումը։ Ու ինչ չասեք, կարողա ուրիշ լուծում կա, չկա ուրիշ լուծում։ Ուրիշ լուծում ուներ ես ձեզ կասեի։ Որտեղ որևէ ձևով կաշկանդված չէ ուրիշի կողքին կանգնելու։ Բացարձակ։ Հրաշալի ինձ ճանաչում են շատ ես է շատ-շատերին եմ ճանաչում։ Այս ընթացքում շատ մարդկանց հետ հանդիպել եմ։ Միակ լուծումը դա է, որտեղ դա է կոմպրոմիսը բախումից խուսափելու համար։ Մնացածը որոշեք դուք։